Բարև հայ մարդ, բարև ժողովուրդ, այսօր իմ խոսքը ուղղված է Արցախահայությանը։ Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ բոլոր արցախահայերին պետք է տրամադրվի անվճար բնակարաններ։ Նրանց զրկել են, նրանց և մեզ բոլորիս զրկել են հայրենիքից, նրանց զրկել են տնից տեղից։ Ուրեմն Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում նրանց պետք է բոլորին տրամադրվի անվճար բնակարաններ։ Ես կոչ եմ անում իմ գլխավորությամբ համախմբվել իմ շուրջը և պայքարենք միասին և հաջողություն լինելու է։ Ես միանշանակ ձեզ խոստանում եմ, ես իմ գլխավորությամբ լինելու է հաջողություն։ Ես իմ սկզբունքներից չեմ հրաժարվելու, ես սկզբունքային մարդ եմ, ես պատրաստ եմ ցանկացածի հետ բանավիճեմ, կխնդրեմ նաև գրել հարցեր, նաև պատրաստ եմ ցանկացածի հետ բանավիճելու և պնդելու, հիմնավորելու իմ ասածը։ Արցախահայեր ջան և ոչ միայն, բոլորին կխնդրեմ տարածել այս վիդեոն, ես բոլոր խավերին, բոլոր շերտերին հասարակության կանդրադառնամ։ Ես պատրաստ եմ ցանկացածի հետ բանավիճելու և պնդելու, հիմնավորելու իմ ասածը, որ բոլոր արցախահայերին պետք է տրամադրվի անվճար բնակարաններ և ապահովի արժանապատիվ կյանքով։ Հայեր ջան, կխնդրեմ տարածեք, գրել հարցեր, ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, ցանկացածի հետ պատրաստ եմ բանավիճելու, ես իմ սկզբունքներից չեմ հրաժարվելու։ Այս հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը հայ մարդունն է, ոչ թե հանցավոր ռեժիմին, ոչ թե հանցագործներին։ Ուրեմն մեզ ամեն օր նվաստացնում են, զրկում են մեզ իրավունքներից։ Եթե մենք համախմբվենք ճիշտ մարդու, արժանապատիվ մարդու, սկզբունքային մարդու շուրջ, հաջողություն լինելու է։ Ես պատրաստ եմ առաջնորդելու և պատրաստ եմ ցանկացածի հետ խորհրդակցելու, բանավիճելու, այնպես որ տարածեք։ Ես փորձելու եմ ամեն օր եթերներ անել ու հասարակությանը իմ իմացությունը, իմ գիտակցությունը փոխանցել։ Տարածեք, առայժմ այսքանը, և իմ ֆեյսբուքյան էջով Սիմոնյան Դավիթ, ես այսօր ժամը 20:00-ին եթեր եմ անելու։ Կարող եք միանալ և տարածել, այսքանը։